Մեր թեմայի ուսումնասիրության համար շրջայց կատարեցինք գիտության և տեխնիկայի թանգարան։ Գիտության և տեխնիկայի թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին։ Թանգարանի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումները, գիտական մտքի պատմության և համաշխարհային գիտության մեջ նրա ներդրումները։ Թանգարանը բաղկացած է երկու բաժիններից՝ տեխնիկայի և գիտության։ Տեխնիկայի բաժնի առաջին մասում ներկայացված են արդյունաբերական զարգացման վաղ շրջանում Հայաստանում մշակված և արտադրված ստուգող չափիչ սարքերի և սարքավորումների նմուշները։ Երկրորդ մասում ներկայացված են վերոնշյալ սարքերի օրգանական շարունակությունը հանդիսացող ավտոմատ կառավարման սարքերը ու սարքավորումները։ Գիտության բաժինը սկսվում է հայկական միջնադարյան վանքերի կից կրթօջախների մասին նյութերով։ Ներկայացված են Անիի, Տաթևի, Գլաձորի և Սանահինի, ինչպես նաև ժամանակակից համալսարանները, ԵՊՀ-ն, Ճարտարագիտական համալսարանը և այլն։ Դրան հաջորդում են հայ անվանի գիտնականների մասին նյութերը, ինչպես Օրբելի եղբայրներն ու Գիտության ազգային ակադեմիայի հիմնադրման պատմությունը։ Աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանն ու 1946-ին նրա կողմից Սփյուռքանի աստղադիտարանի հիմնադրման մասին նյութերը, աշխարհահռչակ աստղագետ Բենյամին Մարգարյանը, ինչպես նաև Ալիխանյան եղբայրները ներկայացնող նյութերը։ Յուրաքանչյուր ցուցափեղկ ներկայացնում է մի գիտնականի, ով անգնահատելի ներդրում է ունեցել գիտության զարգացման գործում և ազգությամբ հայ է։ Ներկայացված է քիմիկոս Յուրի Հովհաննիսյանը, որը ի դեպ պատմության մեջ երկրորդ գիտնական է, ամերիկացի Գլեն Սիբորգից հետո, ում անունով իր կենդանության օրոք անվանել են իր սինթեզատարը։ Անգնահատելի է նաև Անդրանիկ Իոսիֆյանի աշխատանքը, ում շնորհիվ իրականացվել են ողջ Խորհրդային Միության էլեկտրոֆիկացման աշխատանքները, եւ ամենաշոկայինը ոստոկ տիեզերանավը, որով Յուրի Գագարինը հյուրընկալվեց եւ եղավ տիեզերքում, ամբողջովին հագեցած է եղել այս գիտականի ստեղծած էլեկտրական սարքավորումներով։ Տիեզերագնացության մեջ ամենագնահատելի ներդրումը ունեցել է նաև հայացքի Ալեքսանդր Քեմերջյանը, ով ստեղծել է առաջին լուսագնացը։